Այսօր դեկտեմբերի 27-ին ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզի քրեական ոստիկանությունում հերթական օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ 2 օր առաջ Գյումրի քաղաքում կրակոց է հնչել և կա վիրավոր։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում քրեական ոստիկանները քրեական ոստիկանության Շիրակի մարզի վարչության պետի պաշտոնակատար Արթուր Ֆիշյանի գլխավորությամբ մեկնում են ենթադրյալ դեպքի վայր և տեղում պարզվում է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են։ Պարզվում է, որ կրակոց հնչել է Գյումրի քաղաքի Մուշ թաղամասում, որտեղից էլ Գյումրիի բնակիչ 43-ամյա Արման Խ. աչքի երազանային վնասվածքով տեղափոխվել է Գյումրի բժշկական կենտրոն։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով վիրավորը Գյումրիում հայտնի դաջվածքներ անողը։ Շիրակի քրեական ոստիկանները պարզել են նրա վրա կրակոց արձակող ենթադրյալ կասկածյալի ինքնությունը։ Գագիկ Շամշյանի տեղեկություններով կրակոցն արձակվել է պնևմատիկ ատրճանակից։ Երևանում 41-ամյա տղամարդը դանակահարել է հարազատ եղբորը, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։ Կրծքավանդակի բազմակի կտրածակած վերքեր ախտորոշմամբ Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի, ում առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Տեղում պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է, իսկ վիրավորը 36-ամյա Աշոտ Կ.-ն է։ Արդեն հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորին Հակոբ Պարոնյան փողոցի 7 հասցեում գործող հյուրանոցի նախասրահում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ դանակով հարվածել և ծանր մարմնական վնասվածք է պատճառել եղբայրը 41-ամյա Վլադիմիր Հ.-ն։ Շամշյան.com-ի տեղեկություններով դեկտեմբերի 16-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Գուրգեն Մահարի փողոցի տներից մեկում Հնդկաստանի քաղաքացին ցնցումների մեջ է ընկել ու ընկերների ներկայությամբ մահացել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետի պաշտոնակատար Վլադ Բազմուցի գլխավորությամբ։ Տեղում պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է, իսկ մահացածը հանդիսանում է Հնդկաստանի քաղաքացի 29-ամյա Բորա Ռաուլը։ Աղազանգով ժամանել է նաև ՀՀ քննչական կոմիտեի, Երևան քաղաքի քննչական վարչության, Էրեբունի և Նուբարաշանի վարչական շրջանների քննչական բաժնի խումբը։ Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքները։ Դեկտեմբերի 16-ին սպանություններ էին տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 10:50-ի սահմաններում ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզի քրեական վարչությունում հերթական օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Գյումրի քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցի տներից մեկում դիեր կան։ Ինչպես դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել էր Շիրակի մարզի քրեական ոստիկանության օպերատիվ խումբը վարչության պետի պաշտոնակատար Արթուր Ֆիշյանի գլխավորությամբ։ Ժամանել էին նաև ՆԳՆ ոստիկանության, համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մուշի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետ Ալեքսանդր Նորսոյանի և բաժնի պետի տեղակալ Կարեն Տեփանոսյանի գլխավորությամբ։ Տեղում պարզվել էր, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։ Դեպքի վայր էին ժամանել նաև ՆԳՆ փրկարար ծառայության Գյումրու թիվ 2-րդ թռչող փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները ոստիկանների հետ համատեղ բացել էին դուռը և ներսում հայտնաբերել մահացածների մարմինները։ Օպերատիվորեն ժամանած Գյումրու հերթապահ շտապօգնության բժիշկների խումբը տեղում արձանագրել էին տղամարդու և կնոջ մահերը։ Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, դեպքի վայր էին ժամանել նաև Շիրակի մարզի դատախազ Չիչոյանը և տեղակալներ Արեգ Խաչատրյանը, Արծրուն Ալեքսանյանն ու Արամ Ետիկարյանը։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տաղձագծիկի առաջ խոսել, ասում էին. «Քիչ առաջ տեսանք, թե ինչպես համայնքային քրեական ոստիկաններն ու պարեկները եկան, տունը շրջափակեցին, մի 10 րոպե անց ինչ էին ման գալիս չգիտենք, մենակ էն տեսանք, որ Նարեկին բռնեցին, տարան, հետո իմացանք սարսափ հիշեցնող ֆիլմի մասին, թե ոնց է Նարեկը իր մեծահասակ ծնողներին սպանել դանակի մի քանի հարվածներով։ Ճիշտն ասած ցավալի դեպք է, բայց լավ ա ոստիկանները շուտ եկան, էդ հոգեկան խնդիրներ ունեցողին տարան, վստահ ենք եթե մի քիչ ուշանային, չէր բացառվում, որ նա կարող է էլի մարդկանց սպաներ։ 7 տարի առաջ էլ է Նարեկը սպանության փորձ արել իր ծնողների նկատմամբ և երկար տարիներ հաշվառված է եղել հոգեբուժական կենտրոններից մեկում», նշել են հարևանները։
76-ամյա Վալերի Բարխուդարյանը հայտնվել է ցերեխ ծանր սոցիալական վիճակում։ Նրա խոսքով աղջիկը նրան դուրս է անել սեփական տնից, որտեղ ինքը ապրում էր շուրջ 35 տարի, ինչի հետևանքով տարեց տղամարդն արդեն 5 օր է գիշերում է դրսում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մի քանի օր նա անցկացրել է կոշկական փոքրիկ բուդկայում, փորձելով պաշտպանվել սրտից։ Վալերի Բարխուդարյանն ունի հենաշարժողական խնդիրներ, վերջերս ենթարկվել է վիրահատության եւ նրա առողջական վիճակը թույլ չի տալիս երկար ժամանակ մնալ բաց երկնքի տակ։ Տարեց տղամարդը նշում է, որ ցանկանում է տեղափոխվել խնամքի հաստատություն կամ ապրել այլ վայրում, միայն թե ունենա տաք անկողին եւ անվտանգ պայմաններ, որպեսզի ապակինվի։ Շամշյան.com-ի թղթակցի հետ զրույցում Մահապարտների կանանց խորհրդի նախագահը նշել է, որ իրենք խոր ցավ են ապրում տեսնելով տղամարդու հետ կատարվող դեպքերը եւ դիմում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, որպեսզի այս հարցը լուծում ստանա։ Առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:00-ի սահմաններում ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի տակ Հրազդանի կիրճում Հրազդան գետում դիկա։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Երևանի թիվ 7-րդ հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ ուղղակի հրամանատար Գրիգոր Գալստյանի գլխավորությամբ, ժամանել են նաև ներքին գործերի նախարարության, ոստիկանության, բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի բարեկները գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, վաշտի հրամանատար Վլադիմիր Դերցյանի գլխավորությամբ տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ բարեկ Վարանցով Բալասանյանն ու կրտսեր բարեկ Նուրիկ Այվազյանը։ Ժամանել են նաև ներքին գործերի նախարարության, ոստիկանության, համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը, բաժնի պետի տեղակալ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ փրկարարներ Հրազդան գետից դուրս են բերել տղամարդու մարմին։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, ոստիկաններն ու բարեկները պարզում են դիակի ինքնությունը, ինչպես նաև տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե դժբախտ պատահար կամ միգուցե սպանություն։ Ներքին գործերի նախարարության, ոստիկանության, համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնի ծառայողները օպերացիա են իրականացրել, որը գրել է «Պարելով գողություն չեն անում» անունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ոստիկանության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մեգամոլ առևտրի կենտրոնում 3 կանայք գողություն են կատարել։ Նշված վայր են ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները, բաժնի պետ Արտաշես Մուշեղյանի գլխավորությամբ։ Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի էր եւ Մեգամոլ առևտրի կենտրոնի մոտից գողություն կատարելու կասկածանքով ոստիկանները ձերբակալել եւ Նոր Նորքի բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ 41-ամյա Արմինեին, 17-ամյա Անգելինային եւ 36-ամյա Անիին։ Պարզվել է, որ նշված անձինք Մեգամոլ առևտրի կենտրոնում գործող Էլսի Վայկիկի խանութ սրահից գողացել են 2 հատ սփռոց, 2 հատ բարձի երես, 2 տուփ մոմ եւ 1 տուփ անկողնային պարագա։ Գագիկ Շամշյանի տեղեկություններով նշված անձինք Հայաստանում հայտնի պարային ստուդիաներից մեկի աշխատակիցներ են, իսկ նրանցից մեկն էլ պարուսույց է։ Դեպքի փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք նշված անձանց հետ ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի, Երևան քաղաքի քննչական վարչության, Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից էլ նշված անձինք ազատ են արձակվել։ Սպանություն եւ սպանության փորձ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17:30-ի սահմաններում ներքին գործերի նախարարության, ոստիկանության, քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզի քրեական վարչությունը հազանգ է ստացվել Աբովյան բժշկական կենտրոնից, որտեղից հայտնել են, որ դանակահարության հետևանքով Աբովյան բժշկական կենտրոն է տեղափոխվել 2 քաղաքացի։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են ժամանել Կոտայքի մարզի քրեական ոստիկանության ծառայողները վարչության պետ Վարդան Խաչատուրյանի գլխավորությամբ։ Տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է, իսկ մյուսը գտնվում է վիրահատարանում ու ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։